Պարոն Սաղաթելյան, նախ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջադեպ, հերթական քաշքշուկը, ծեծկռտուկը, ԿՊԱ-կան պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, ինչից սկսվեց, ինչ էր եղել։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահան շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սադրանքներով նման պահվածքով, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժի։ Հերթական անգամ։ Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում, այս խորհրդարանում բացի Նիկոլի Սահանի կլնելուց, բայց դեռ կպարզենք հասկանալ։ Տեսեք, այսինքն ընդհանրապես միայն որ նախագիծ եք ցանկանում բերել, առաջացրեց նման վրդովմունք տպավորությունը դա էր, ու առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացման ֆոնին ցեղասպանության 10-րդ տարելիցի նախ օրերին պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը վերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետեւաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։ Տպավորություն է, որ ընդդիմությունից ամենաշատը հենց դաշնակցությանն են անդրադառնում, իր պատմությունն են հիշեցնում, երիտթուրքերի հետ համագործակցությունն են հիշեցնում, ասում են միշտ իշխանության եք եղել, անկախությունը ձեր 004-ն են հիշեցնում, այսինքն տեսեք իրենց վերաբերմունքը եւ հարձակումը դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետև գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն, ապազգային հայկական շահերից հեռացած մի միավորում եւ այո դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Եվ այո նաև կա այդ գաղափարական բախումը եւ Հայաստանի տեսլականի ապագայի եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի, ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ԿՊԱ-ական մեծամասնության դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Հետեւաբար մեր եւ իրենց բախումը իմիջիալոց ես խորհրդարանում առաջին իմ ելույթն եմ հենց այդ բաժանումը դրել ու դրա վրա կառուցել, որ անձնական չի այդ բախումը, խորը գաղափարական բախում է եւ այո իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մեր կողմից անընդունելի է։ Հետեւաբար իրենց հարձակումը նաև հաշվի առնելով անձնական ու այս ամեն ինչը ինչ տեղի ունեցել նախորդ տարիներին դրանով է պայմանավորված։ Պարոն Սաղաթելյան, կռվի այն ամենաթեժ պահին տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասում, այ կներեք իհարկե արտահայտությանս համար, այ պոռնիկներ, ո՞նց եք թույլ տալիս նման բան։ Գիտեք, դրանք տղամարդկային տարական բաներ չունեն, էլի։ Մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, ասենք զորքին հրահանգ են տալի դռան հետևը սպասեք, հենց կասենք այդ ժամանակ կմտնեք։ Այնտեղ մարդկանց այո, հանրահարական են տալի դուսերա վրա։ Մի օր զրկվելու եք այս պետական պաշտպանությունից։ Ու այն ժամանակ եթե մեջները տղամարդ կա ցանկացած իրավիճակում, ցանկացած որ կարող խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք։ Այսինքն ծանոթ եք, չէ՞, այդ մարդկանց կենսագրությանը, ապրածին։ Հիմա թաքնվել ես համազգեստով մարդկանց հետևը տղամարդ ձևանալ, այդ ճիշտ չէ։ Իրավապահ կառույցների ղեկավարներից կան այստեղ ու զրո արձագանք եւ քննչական կոմիտեի նախագահը եւ հակակոռուպցիոնի նախագահը
Դրանք ինչ իրավապահ համակարգ։ Դա գլխավոր դատախազից այդ բոլոր ուժային կա, դրանք ինչ իրավապահ համակարգ։ Դրանք ՀՊ-ի պաշտպանությամբ զբաղվող հակաօրինական, հակասահմանադրական այլևս մարմիններ են։ Այս նույն խորհրդարանում այդ ամբողջը հարձակվել է падգամավորի օգնականների վրա, հազար հանցագործություններ են արվել, այդ իրավապահ համակարգը մնացել է լուռ։ Հետևաբար դրանք այս պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել։ Հիմա փաստացի այդ նախագիծ այնուամենայնիվ բերելու եք Արդեն մուտք են գարել խորհրդարան, իր բոլոր ընթացակարգերով անցնելու է, մենք բնականաբար պայքարելու ենք, բացատրելու ենք, հանրային մեծ իրազեկում ենք իրականացնելու, այո, գալու է մտնի խորհրդարանի օրակարգ։ Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, ինչով է տարբերվում։ Ոչ, մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի, միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, նման նախաձեռնությամբ մենք տարիներ առաջ եւս հանդես եկել ենք, բայց այն ժամանակ իրավիճակը ամբողջությամբ այլ էր, հիմա բոլորովին այլ։ Անվստահության գործընթացը այդպես էլ չեն սկսում, թե ինչու հայտնի չէ, որովհետև մինչ այս բարձրաբանումը այն էր, որ եթե տապալվի 6 ամիս հետաձգվելու է անվստահության գործընթացը, բայց ասում են ինչ տարբերություն, առանց այդ 1-2 տարի արդեն անվստահության գործընթաց չեն կանում։ Այդ գործիչները նաև իրենց թույլ են տալիս ասելու, որ մենք դեմ ենք իմպիչմենտին, մոռանալով, որ իմպիչմենտի մասին առաջինը ես եմ հայտարարել 2022 թվականի օգոստոսին բացատրել եմ այդ ընթացակարգը, մենք ոչ միայն դեմ չենք այդ գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու եւ բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը, բայց եթե ոմանց պետքա դա շոու սարքել, այսինքն այն գործիչը, որ թույլ է տալի իրան մեզ համեմատելու, չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ հետո ուզում քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի, այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական պրոցես անենք։ Մենք այդ պրոցեսին դեմ չենք եղել եւ դեմ չենք։ Մնացածը արդեն դետալների հարց է։ Նարեկ Մայլյանը շոու է անում ձեզ։ Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ գործընթացը ավելի անդրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջացնելու։ Ես չգիտեմ ում նպատակի ինչ է, շատ է, այսինքն ավելի պարզ ասեմ, լավ էլ գիտեմ ով ինչ նպատակ ունի։ Հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ, երբ որ կգա լուրջ խոսակցության ժամանակ կխոսենք։ Բայց այն տպավորությունը, որ մենք դեմ ենք, այդ ձև չի, էլի։ Բայց ի՞նչն է խանգարում, որ սկսեք գործընթաց։ Ձեզ ասում են ոչ մի բան չունեք կորցնելու։ Ինչ եք կորցնելու։ Եթե սկսեք, մի հատ փորձեք, մնացածը կտեսնեք։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մի հատ փորձանեք։ Որպես լրացում ասեմ, օրինակ եթե ժողովրդի աջակցություն է պետք, այդ աջակցությունը անցած տարի կար, չգիտեմ, պատգամավորներ կան հիմա, որ ԿՊ-ից դուրս են եկել, այսինքն կան էլի ինչ-որ։ Այսինքն ձեզ իրոք ձեր մոտ տպավորություն կա, որ այս գործընթացը հաջողելու համար ընդհանրապես պակասում է, որ մեր падգամավորները ինչ-որ տեխնացուի տակ ստորագրեն, դա է պակասում, ու մենք չենք նայա, որ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն չկա, որտեղ իմպիչմենտ հայտնելու բայից սկսած պետք է հայտարարվի նոր վարչապետի ես չեմ ճանաչում խոշոր ուժերի միջև վարչապետի տեսեք, էս էլ է շատ արհեստական։ Ուրեմն ձեզ այս թեման լուրջ է, էլի պետք է սկզբից հերթով խոսենք, որ մարդկանց համար ամբողջական պատկերը լինի, ասենց ոտի վրա եւ այլ, բայց փորձեմ ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, օրինակ Սրբազան շարժման ժամանակ։ Երբ որ այս Սրբազան շարժումը կար, Բակրատ Սրբազանը չասեց ինձ հռչակեք վարչապետի տեխնացու, ես գնամ շարժում սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց եւ հրապարակը ընտրեց վարչապետի տեխնացու, դրանից առաջ նաեւ բոլոր քաղաքական
ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, որ շարժումը ղեկավարել է ինտեգրի տեխնացու, խորհրդարանական ընդդիմություն ամսինին հայտարարելուց հետո ասես մենք պատրաստական ենք հենց հիմա ստորագրել ցանկացած տեխնացուի շուրջ, ում հրապարակը դուք շարժումը մեջտեղ կբերի։ Այսինքն, երբ որ ասում են դուք չեք արել, խուսափել եք, չգիտեմ ինչ, ես շատ կոնկրետ օրինակ եմ ասում։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանին։ Եվ այդ ամբողջ process-ը եղել է, որ impeachment-ի գործընթաց սկսենք եւ այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել, Բայց Բագրատ Սրբազանը չէր դիմադրության ժամանակ, հիմա դրանել կանա դիմադրության ժամանակ դա չեն կարել մինչեւ օգոստոս, որովհետև մի տարվա սահմանափակման մեջ ենք ընկնում, այսինքն կառավարության ղեկավար ընտրվելուց հետո 1 տարի իրավունք չունես impeachment։ Այդ է եղել պատճառը, որ շարժման պիկին տեխնացու չենք առաջադրել։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի պատմության, այդ հարցին բավականին երկար մանրամասներ ենք։ Այո, խոչընդոտներից մեկը եղել է այդ օրերին միանգամից խորհրդարան չմտնելու նա, որ կար այդ արգելքը։ Այդ ժամանակ գիտեք, եղել են իրավաբանական խորհրդակցություններ, այնտեղ կար, որ կարելի է ճնշման արդյունքում արագ օրենքի փոփոխություն անել, այդ արգելքը վերացնել, մենք դրա վրա ենք աշխատում եւ այդ ճանապարհով եկեք մեր ժամանակներ վերադառնանք։ Հիմա ընդդիմություն ունի վարչապետի տեխնացու, թե շարունակում է դա մնալ։ Ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացու։ Խնդիրը հետեւյալն է, այս process-ը որքան է լուրջ, որովհետեւ լուրջ տեխնացուն պետքա բավարար հիմքեր տեսնի, որ այդ process-ի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել, ԿՊ-ն ընտրի Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջազգ, ասեք ախպեր, ես ինչ արեցի։ Մեզ պետք է, եթե մենք մտնում ենք խորհրդարան, արդյունք ունենանք։ Հիմա ասում են մեկ падգամավորի ստորագրությունը բավարար է process սկսելու։ Ժորժ ջան, այդ ձև չի process սկսելու համար, այդ process-ը համարվում է process այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք կհարվեն խորհրդարան։ Այսինքն իմ ցանկությունը հիմա ես քո իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի տեխնացուն է, դա նշանակում է impeachment-ի process։ Պարոն Սաղաթելյան, եթե գիտեիք, որ Բագրատ Սրբազանի դեպքում կա այդ արգելքը, ինչու այդքան մարդ մայիսին, որ հավաքված էր, ինչու տուն ուղարկեցիք, ասացիք, թե նա impeachment են կամ, այսինքն, եթե գիտեիք, որ այն էլ չի լինելու, ես հիմա դուք ինձանից հարցերի պատասխան եք ուզում, որոնց պատասխանը Սրբազանը տրվել է։ Ես ընդհանրապես դուք չեք կարող ասել մի դեպք, ես որ մարդկանց տուն եմ ուղարկել, հակակարողությունը, որ արվել է, հատկապես իմ նկատմամբ տուն ուղարկել, կարամ ասեմ 10 գիշերներ, որ ես մնացել եմ փողոցում, շատ հիմիկվա խոսողներ հետս չեն մնացել։ Սկսած հայրենիքի փրկության շարժման դեկտեմբերի 23-ից, որ հայտարարեցինք մնանք, քանի հոգի մնաց։ Այսինքն չեք կարող ասել, որ ես մարդկանց տուն եմ ուղարկել։ Սրբազանը տվել է այդ հարցերի պատասխանը։ Ես հիմա ինչի վերադառնամ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը ո՞րն է ըստ ձեզ։ Ես նորից պնդում եմ, որ impeachment-ը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել։ Բավականին ուժեր այս ընթացքում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, process-ները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջը մի բանը սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես դաշնակցության մասով ասեմ, գիշեր ցերեկ Հայաստանի մարզերից սկսած վերջացրած տեղից լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում մեր բացերը, բաց թողումները, այն բոլոր սխալները, թերությունները, որ ունեցել ենք, դրանք շտկելու, մեր ուժերը ամրապնդելու, որ երբ որ դուրս գանք փողոց, գոնե այս անգամ վերջնական արդյունք ունենանք։ Այս պահին ձեզ բոլորին հրավիրում եմ վաղվա ջայրով երթին, որովհետև շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնական մասնակցությունը երթին։ Դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը եւ մեր թշնամի պետություններին, որ մենք մեր դատի տերն ենք, մեր պահանջատիրությունից ու հայ ժողովրդի հավաքական իրավունքներից չենք հրաժարվել, պայքարելու ենք դրա համար, այնքան մինչեւ հասնենք վերջնական արդարության վերականգնման։ Կոչեր են հնչում, որ ցեղասպանությունը ժխտողներից ոչ մեկին թույլ չեն տալու ծիծեռնակաբերդ մտնել, դուք այդ կոչերի համակարծիք եք, թե չէ։ Ես ընդհանրապես համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանավորում ենք շատ ավելի մասշտաբային նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ տեսել եք բավականին մեծ աշխատանք արվել մեր պահանջատիրության երթը իրականացնել։ Իսկ նախագծի վերաբերյալ ես լավ չի հասկացա ինչով է տարբերվելու ձեր վերած նախագիծը, ինչ է առաջարկում։ Շատ հստակ է նախագծով, որ մենք քերական պատասխանատվություն ենք
նախատեսում ցեղասպանության փաստը ժխտողների ուրացման, նվաստացման դեմ։ Մինչև հիմա մեր օրենսդրությամբ կոնկրետ պատիժներ չի սահմանվում դրա համար, հենց այս օրենքի բուն նպատակը առաջիկա օրերին ավելի կմանրամասնենք։ Շնորհակալ։